Արցախում մենք ինչքան էլ լավ ապրեինք, այստեղից վատ չէր լինել։ Մենք ուզում ենք ցանկանում ենք որպեսզի գնանք մեր հայրենիք։ Ինչքան էլ մենք այնտեղ վատ ապրենք, մեկը մեր հողը նայա, մեր ջուրը նայա։ Մենք պետք է ձգտենք միշտ այնտեղ։ Հա, ապրում ենք նորմալ էինք ապրում, չնայած այս բլոկադայի ժամանակ մի քիչ վատ ենք ապրել, բայց հիմնականում վերցրած լավ էինք ապրում այնտեղ։ Քանի հոգի եք ընտանիքում, մի քիչ ընտանիքի մասին պատմեք։ Ընտանիքս բաղկացած է 4 հոգուց, 2 տղա, 2 աղջիկ։ Տղաներս հոգնդապետներ են, եղել բանակում ծառայել են։ Հիմա մեկը Ամերիկա է, մյուսը ստեղ, Երևանում։ Էլ ինչ ասեմ, ընտանիքս։ Որտեղ եք, Երևան եկաք, Տեղաբռնի տեղահանությունից հետո ոնց դասավորվեց կյանքը։ Ընտանիքը որտեղ է տեղավորվել։ Ընտանիքս 4 հոգի են, 2 աղջիկ ամուսնացած թորնատար եմ, 2 տղաներս նույնպես ամուսնացած ընտանիքատար են, թորներս համալսարանում են սովորում, Հայաստանում են, հա։ Մենակ մեկն է, այս տարի գնացել Ամերիկա, երեխայի պատճառով, որպես այնտեղ սովորի։ Ստեղել էր համալսարանում սովորում, տարել այնտեղ, հա։ Դե ինչ ասեմ։ Հասցնում եք, վարձով եք մնում, ոնց եք տեղավորվել։ Ինչ խնդիրներ ունեք։ Խնդիրներն են, որ նյութապես չեն կարողանում, ես ու իմ ընտանիքս ապահով եմ։ Դրա համար ես որպես մասնագետ, ուսուցիչ, քիմիայի ուսուցիչ, այո։ Հիմա տեղափոխվել եմ այս տարվա սեպտեմբերի 1-ից Սյունիք, Ղափան։ Եվ այնտեղ դասավանդում եմ, հիմա արձակուրդա եկել եմ ստեղ։ Դուք եկել եք Սյունիք եք տեղափոխվել, դպրոցում։ Դպրոցում աշխատել եմ, աշխատում եմ հիմա էլ, հեսա ուսումնական տարին վերջանա, ես կտեղափոխեմ նորից Երևան, ընտանիքիս մոտ։ Սյունիքում արցախցիները շատ են տեղավորվել։ Համարյա կեսից շատ արցախցիներ են։ Ինել խոսում են նույն Արցախի բառով, քանի որ նույն լեզուն է։ Մենակ այնպիսի վայրերում ենք գրական խոսում, երբ որ անհրաժեշտ է։ Որպեսզի չճանաչեն ավելի ճիշտ։ Էլ ինչ հարցեր ունեք, ասեք։ Հիմա այս սոցիալական ծրագրերն են կրճատում, ասում են կրճատում ենք այդ գումարները 50,000, որ ավելի քիչ կտա։ Դե դա իզնից կախված չի, այն կերպ, ես ինչ ասեմ։ Ոնց են անելու, Ոնց են անելու, պիտի հարց։ Դրանով ինչ են անում։ Հա, պիտի դնեն հետ։ Հայաստանում։ Չէ, պիտի դնեն հետ վերադարձի խնդիրը, հարցը եւ միջազգային մասշտաբով որոշում հանեն։ Կվերադառնաք։ Իհարկե, ես կվերադառնամ, բայց երևի իմ երեխաներս չէ։ Որտեղ նրանք ջահել են, թուրքերը կարող են նրանց նկատմամբ բռնություններ անել։ Ինչպես հիմա մեր տղաները, մեր նախագահներն են անում Բաքվում։